Փառք Հիսուսին։ Ժողովուրդ, ես հավատում եմ, որ մենք այսօր իրար հետ երեք այսօրվա խոսքը որ կա սրտումս, հավատում եմ, որ մեր ներսում ինչ-որ մի բան կփոխի։ Հավատում եմ, որ մեր հոգևոր հասակը կբարձրացնի։ Հավատում եմ, որ այն ինչ-որ Աստված այսօր տալու է ինձ ու քեզ, մենք ավելի լրջորեն փորձենք նայենք քրիստոնեությանը, ավելի լրջորեն փորձենք նայենք հավատքի կյանքին։ Ու միշտ հիացել եմ Աստծո առաջնորդության վրա, որ երբ որ Աստված խոսք է դնում սրտիս մեջ, այնքան հետաքրքիր է, այդ ամբողջ շաբաթվա մեջ այդ խոսքը ոնց պատտվում եմ այդ խոսքին եմ հանդիպում, ոնց պատտվում եմ կողքս նմանատիպ խոսակցություններ եմ լսում, նմանատիպ վկայություններ եմ լսում, ու ամեն անգամ հիանում եմ ասում Տեր նորից ու նորից հաստատում ես, թե ինչ ես ուզում, որ ուղղության ես ուզում, որ եկեղեցին շարժվի, որտեղ ենք տկար, որտեղ պիտի ուժեղանանք ու զորանանք։ Ու հետաքրքիր ինչու՞մն է, իհարկե անցած հավաքույթին մենք ունեցանք Պենտեկոստեի տոնը իրար հետ, Սուրբ Հոգու թափվել է, խոսեցինք, որ Մեխակյանի հետ հրաշալի ժամանակ, հրաշալի ծառայություն ունեցանք, եւ այստեղից շատերը ովքեր չէին մտերտված Սուրբ Հոգով, մտերտվեցին Սուրբ Հոգով, աղոթում են օտար լեզուներով։ Ու գիտես, հետո հաջորդ բանը գալիս է միանգամից օտար լեզուների պարգևը սկսում է գործել, հետևից է գալիս է հարացանքը, գալիս է գայթակղությունները, գալիս է նեղություններ, էդ ինչ ես անում, էդ ինչ ցնդել ես, էդ սենց, էդ ինենց։ Գիտես, մինչև քննադատելը, մինչև դրան բացասական գնահատական տալը, սիրելիս խորհուրդ կտամ նայես Աստծո խոսքում։ Եթե այն գրված է Աստծո խոսքում, ուրեմն կխնդրեմ զգույշ լինես։ Զգույշ լինես միանգամից Աստծո խոսքը, Աստծո գրվածները քննադատելուն։ Կլինեն բաներ, որ չենք հասկանում, կլինեն բաներ, որ դեռ մեզ դա բացված չի, բայց եթե դա բացված չի, դա դեռ չի նշանակում, որ սխալ է սիրելիս։ Դրա համար զգույշ եղի, որ եթե կտեսնես Աստծո տան մեջ որոշակի դրսևորում, որոշակի պարգև, վայ ձեռնարկեցին, վայ մեկը ճռված, վայ մեկը լեզուներով աղոթեց, վայ մեկը էս եղավ, միանգամից մի գնանք, անուն տուր։ Գիտես, դա շատ նման կլինի, որ առաջի դասարանի երեխան գա ու հետո ասի, այ մարդիկ սինուս, կոսինուս, այդ ինչ սուտի բաներ եք խոսում, գիտենք մեկին գումանեց մեկ երկուսը հերիք է։ Գիտես, ու շատ հաճախ նման լինում դա եկեղեցում, երբ որ գալիս են տեսնում են մի քիչ ուրիշ տեսակի դրսևորումներ, ինչ որ լեզուներով աղոթում են, հոգով բարեխոսում են, այդ ինչ փազա բաներ է։ Սիրելիս, փազա բաներ չի, 2000 տարի առաջվանից գրված է։ Բայց պարզապես, եթե չենք հասկացել, եթե դեռ մեզ բացված չէ, դա դեռ չի նշանակում, որ սխալ է։ Ես հիշում եմ իմ առաջին Աստվածաշունչը, որ նվեր էի ստացել ոսկեզօծ Աստվածաշունչը, ես այդ Աստվածաշունչի ետևում գրել էի։ Ես հավատում եմ այս գրքի ճշմարտությանը։ Ու եթե բաներ կա, որ չեմ հասկանում, դա դեռ չի նշանակում, որ սխալ է։ Պարզապես ես չեմ հասկանում։ Գրես Սուրբ Գիրքը մեզ համար պետք է լինի կատարյալ ճշմարտություն։ Եվ եթե քրիստոնյան Սուրբ Գիրքը դրեց վարձականի տակ, Աստծո խոսքը դրեց վարձականի տակ, Աստվածաշունչը կասի, եթե հիմքը խարխլվի, էլ ինչ կմնա։ Դրա համար Աստծո խոսքը երբեք չպետք է դնել հարցականի տակ։ Ամեն ինչ դիր հարցականի տակ, բայց ոչ Աստծո խոսքը։ Ցանկացած կինո, ցանկացած հաղորդում, ցանկացած ինչ ուզում ալինի, դիր հարցականի տակ, սիրելիս, բայց ոչ Աստծո խոսքը։ Այսօր անգամ գիտնականներ շատ ուսումնասիրություններից հետո նորից ու նորից պտտվում, տարիներ, տասնամյակներ, հարյուրամյակներ, հետո գալիս են ու նորից բախվում են նրան, որ Աստվածաշունչը ճիշտ է եւ ճշմարտություն։ Դրա համար այս արտահայտությունն անի, որ թազա հեծանիվ չհորինենք, արի հավատանք Աստվածաշնչի ճշմարտությանը։ Արի հավատանք, որ նա Տիրոջ խոսքն է երկնքից մեզ ուղարկված։ Ամեն սիրելիս, Փառք Հիսուսին։ Այսօրվա քարոզը վերնագրել եմ շատ հետաքրքիր մի վերնագիր, հավատում եմ կգտնի յուրաքանչյուրի սրտում։ Ինձ հալածում են, ինչ անեմ։ Կա այստեղ մարդ, որ հալածվել է հեչ։ Իսկ որ հենց հիմա հալածվում է, ով է հենց հիմա հալածվում։ Մի քանի հոգի։ Ես հալածվողների համար ունեմ բարի լուր, չհալածվողների համար ունեմ զգուշացում։ Ուրեմն ովքեր որ հալածվում են, կենդանի են։ Աստծո մեջ շարժվում են, կենդանի հոգով կենդանացած նկատելը։ Իսկ ովքեր որ չեն հալածվում, նա թելը խփիկ ես, տես շրջում ես։
Մեր հովարտուրն ասում եթե չես հալածվում, ուրեմն վտանգավոր տեղում ես, կարող է մեռել ես։ Քրիստոնյան կանչված է հալածվելու համար։ Քրիստոնյան պիտի հալածվի։ Քրիստոնյան պիտի հալածվի։ Ու հալածանքը ես կկարդամ այդ տեղը մեզ համար օտար բան չպետք է լինի սիրելիս։ Հալածանքը մեզ համար պետք է լինի հարազատ ընկեր։ Հա, հալածանքը մեր ընկերն է, հալածանքի հետ պետք է քայլենք ամեն ժամանակ։ Ու մի հատ կյանքդ վերանայի, եթե տեսնում ես հալածանք չկա, քեզ խփի, ասա գոր կենթանացի, մի բան այն չի։ Հələ մի բան արա, որ հալածվես։ Ամեն սիրներ, ուզում եմ առաջին տեղը կարդամ, Գործ Առաքելոց 5-րդ գլուխ 40-42 խոսքերը։ Սա այնտեղն է, երբ որ առաքյալները հալածվեցին, ծեծվեցին, ու հիմա տեսին չետաքրքիր է, նրանք էլ համոզեցան նրան եւ առաքյալներին կանչեցին, ծեծեցին եւ պատվեր տվեցին, որ Հիսուսի անունով պատվեր տվեցին Հիսուսի անունով եւ արձակեցին նրան։ Իսկ նրանք ուրախանալով գնացին ատյանի երեսիցը, որովհետեւ արժանի եղան նրա անունի համար անարգվել։ Եվ բոլոր օրը չէին դադարում տաճարում եւ տներում սովորեցնել եւ Հիսուս Քրիստոսի ավետարանել։ Հիշում ես վերնագիրն ինչ էր, ինձ հալածում են, ինչ անեմ։ Կարդացիք ինչ էր գրած։ Հələ այնտեղը կբացեք։ Հələ բացեք։ Այդ ասում նրանք էլ համոզեցան նրան առաքյալներին, կանչեցին, ծեծեցին, պատվեր տվեցին, որ չխոսեն Հիսուսի անունով եւ արձակեցին նրանց։ Գնան մյուս տեղը ասում, իսկ նրանք ուրախանալով ինչ է եղել։ Խաչս։ Չէ, մենք խաչը չենք շուտ տալիս, մենք խաչը ենք պահում։ Ինչ արեցին, ուրախացան։ Սիրելիս, վերնագիրն էսպիսին է, ինձ հալածում են ինչ անեմ, իմ պատասխանն է, ուրախացի։ Հա, կարելի է համարել այսօրվա քարոզը հասկացել։ Ինձ հալածում են ինչ անեմ, ուրախացի։ Իրես զարմանում ես առաքյալների, չէ՞ որ երիտասարդ տղաներ են։ Չէ՞ որ Հիսուսի հետ քայլում են, Հիսուսի ընկերներն են։ Ծեծում են ավետարանի համար, ծեծում են իրանց հավատքի համար եւ իրանք ուրախանում են։ Իսկ սա ֆենոմենալ բան է։ Ծեծվես, փոխարենը տխրելու ուրախանում են։ Ու Աստծո խոսքում հրաշալի ձև գրված է, նրանք ուրախացան, իսկ նրանք ուրախությունով գնացին ատյանի երեսիցը ու հաջորդ դեպքում ինչքան ուժեղ է, որ արժանի եղան նրա անունի համար անարգվելով։ Սիրելիս դու պատկերացնում ես սա ինչ է։ Հիսուսի անունի համար հալածվելու դու պետք է արժանանալ։ Դա ոչ թե մի բան է, որից պետք է փախնենք, այլ մի բան է, որին պետք է արժանանալ։ Դա մի բան է, որ քրիստոնյան պետք է չփախնի, պետք է փափագի դրա մեջ լինելը։ Ասում ուրախացան, որ Քրիստոսի համար ծեծվեցին։ Գնացին իրանցիների մոտ ու ասում արժանի եղան Տիրոջ համար հալածվելու։ Դու պատկերացնում ես սիրելիս։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 10-12 խոսքերը։ Երանի նրանց, ասել ես երանի եմ։ Երանի նրանց, որ արդարության համար հալածված են, որ նրանցն է երկնքի արդարությունը։ Երանի ձեզ, երբ կնախատեն ձեզ, երբ կհալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վրա։ Իմ պատճառով ուրախացեք եւ ցնծացեք, որ ձեր վարձքը շատ է երկնքում, որովհետեւ այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ կան։ Սերիս Տեր Հիսուս Քրիստոսն ասում երանի քեզ։ Օրհնված ես դու։ Երանի բառը մի օրհնված բառն է։ Օրհնված ես դու, եթե Քրիստոսի համար հալածվում ես։ Օրհնված ես դու, եթե արդարության համար հալածվում ես։ Օրհնված ես դու, եւ քո վրա սուտ տեղը, սուտ բաներ են խոսում։ Բայց գիտես շատ հաճախ մենք ինչ ենք, ես ճիշտ է եկան ինձ հալածեցին, եկան ինձ սուտ հանեցին, կոտրվում, հիասթափվում, դուխից են գնում, թևերներս կախում ենք։ Փոխարեն ինչ ասում, ասա, օրհնված եմ ես իմ վարձքը շատ է։ Օրհնված եմ ես Տեր ջան, շնորհակալ եմ։
ես քո առաջ ուղիղ եմ, իմ աչքերը դեպի քեզ ուղիղ նայում են, ինձ այդ սուտ տեղը մեղադրեցին, ես չեմ արդարանա, իմ մարդկային արդարությունը առաջ չեմ բրդի, ես քեզ կնայեմ ու դու ինձ կվարձատրես, հալելույա մեր Տիրոջը։ Իրես Աստվածաշունչը չի ասում, վայ տխուր եղի, վայ, Աստված չի ասում, ուրախացան, երբ որ հալածվեցին։ Հալելույա սիրելիս, հաջորդ հրաշալի տեղը, այսօր շատ բան ենք մենք իրար հետ նայելու, Երկրորդ Տիմոթեոս 3:12-ը սիրելիս։ Եվ ամեն ով որ կամենում է աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսում հալածանք պիտի կրեն։ Դու տեսնում ես ինչ բանալի տեղ է։ Եթե ես այստեղ հիմա հարց տամ, ասեմ, ով է ուզում աստվածապաշտ կյանք ապրի, բոլորս ձեր կբարձրացնենք։ Գիտեք, որ նա բանալին, ասում ով որ ուզում աստվածապաշտ կյանք ապրի, պետք է հալածեն։ Ուժեղա, չէ՞։ Պետք է հալածեն։ Բայց նկատել ես, որ շատ հաճախ սատանան ինչ է ուզում մեզ խաբի, որ հալածանքից փախնենք։ Անենց անենք, որ հալածանքի մեջ չընկնենք։ Այնինչ հոգևոր օրենքներն ուրիշ են։ Ուզում ես աստվածապաշտ կյանքով ապրես, հալածանքը պիտի սիրես։ Հալածանքը օգնում է, որ մենք աստվածապաշտության մեջ ճիշտ բանենք։ Առաջին Պետրոս 4:12-ից կկարդամ. Սիրելիներ, օտար բան մի համարեք այն բորբոքված նեղությունը, որ ձեզ փորձելու համար է լինում։ Իբր թե մի օտար բան է պատահում ձեզ։ Այդ Պետրոս առաքյալը հոգով լցված թուղթ է գրում մեզ։ Այսօր եկեղեցու ասում օտար բան մի համարեք։ Թող քեզ համար տարօրինակ չլինի, որ քեզ հալածում է։ Դա նորմալ է, դա պետք է լինի։ Ես մենք գիտես հաճախի վա հարևանս չհասկացավ, Հիսուս քարոզեցի ձեր առավ։ Ասում նորմալ է, օտար բան մի համարի։ Ասում պապաս իմացավ, որ հավատացավ եմ, սկսեց խանդարել, սկսեց ջղայնանալ, սկսեց նորմալ է, օտար բան մի համարի։ Ամուսինս իմացավ, կինս իմացավ, կիսուրս իմացավ, կեսարս իմացավ, հարևանս իմացավ, նորմալ է, օտար բան մի համարի։ Աստվածաշունչը մեզ ասում է, դա պիտի լինի։ Ու ես ուզում եմ քեզ ասեմ, բա ոնց փրկվեն այդ մարդիկ, բա ոնց փրկվի մեր տան անդամը, եթե մենք չմտնենք այդ հոգևոր պատերազմի մեջ։ Ոնց փրկվի հայրը, ոնց փրկվի կիսուրը, ոնց փրկվի հարևանը։ Իհարկե սկզբում միգուցե ձեր դառնի։ Իհարկե միգուցե սկզբում կծաղրի, միգուցե սկզբում չհասկանա, բայց հավատում եք, որ աղոթքով Սուրբ Հոգին կտպի այդ մարդու սրտին ու ժամանակի ընթացքում կփոխվի շատ բան։ Ուզում եմ սիրելիս անկեղծ լինենք, մի հարց տամ։ Ով է այստեղ սկզբում հալածել, ձեռարել, հետո եկել հավատքի։ Կա մարդ։ Տեսեք քանա ձեր դարձածը։ Բա ո՞նց եկա։ Բախի եկա Աստծո։ Բայց ինչ է դերես ձեզ Աստծո։ Կպավ չէ մի բան ձեր սրտան, կոտրվեց չէ, շրվեց չէ, բայց մենք գիտեք ինչ ենք ուզում, չէ դե պապան հալածում է, չէ դե մաման հալածում է, չէ դե ամուսինս հալածում է, կամ ընկերս հալածում է, դե ես չգամ, որ հանկարծ շալը, հայքը ոնց կրկվի։ Գնա դժոխք, չմտնենք պայքարի մեջ, չմտնենք հոգևոր պատերազմի մեջ, ես չեմ ասում ֆիզիկապես կռվենք այդ մարդու հետ, չհասկացի։ Հոգևոր պատերազմի մասին ենք խոսում։ Բա ոնց փրկվի սիրելիս այդ մարդը։ Բա ոնց փրկվի մեր եղբայրը, որ ձեր բարձրացել, որ սկզբում հալածել է, ով գին վճարեց, ով ջանք թափեց, ով աչք փակեց իր հալածանքներին, որ այսօր կանգնած Տիրոջը ծառայում է։ Ինչ որ մեկ է ճանապարհ անցավ։ Ինչ որ մեկն ասեց, ոչինչ, ես աչքերս կփակեմ իր հալածանքին, ոչինչ, ես աչքերս կփակեմ իր ծաղրանքին, ես իրան կդրկեմ, ես իրան կսիրեմ, մինչև Սուրբ Հոգին իր սիրտը կփափկացնի։ Եղավ այդպես չէ։ Առաքյալը մեզ կասի, օտար բան մի համարեք այն բորբոքված նեղությունը։ 13-րդ խոսքը այլ ուրախ եղեք, իբրև թե Քրիստոսի չարչարանքների մասնակից եղածներ։ Սերներ, կարում ենք սա մենք հասկանանք։ Կարում ենք ուրախանանք, երբ որ մեզ հալածում են, մենք ասենք Տեր ջան, քեզ էլ են արել, ինձ էլ են արել։ Եսի պատիվ այն համար։ Քեզ էլ ձեր առան։
Սերներ, ես ես մի ճշմարտություն կասեմ, որ միգուցե իմ ու քո ականջներին տարօրինակ կլինի, բայց սա ճշմարտությունն է։ Աստվածաշունչը եւ պատմությունը մեզ ասում է, որ Տեր Հիսուս Քրիստոսին խայտառակեցին եւ խայտառակ մահով խաչեցին։ Մենք որ ֆիլմերում տեսնում ենք Տեր Հիսուս Քրիստոսին կտորով ծածկված, իրականում Տեր Հիսուս Քրիստոսը ամբողջությամբ մերկ է եղել խաչի վրա։ Դա եւ պատմությունը, եւ Աստվածաշունչն է ասում։ Նրան խայտառակել են ամենավերջին խայտառակությունով, եւ Աստվածաշունչն ասում է ինքն ամոթը արհամարեց իմ ու քո համար։ Ինքը ամոթը արհամարեց։ Ես Աստվածաշունչը մենք ինչ ենք տեսնում, ասում է, երբ որ քույրերը վերջում կանգնած էին, ասում է, թույլ տվեցին մենակ Մայրամին Հիսուսի մորը մոտենա խաչին, որովհետև ասեցին մայրն է մերկության համար ոչինչ։ Ուրիշ քույրերի թույլ չէին տալիս մոտենալու։ Տեր Հիսուս Քրիստոս ամենախայտառակ մահով մահացավ սիրելիս, ամենախայտառակ իրենց թուքումուրը, այդ ծեծ կրտուքը, այդ ամեն ինչը հայրությունը ընդունեց, այդ հալածանքը ընդունեց իմ ու քո համար։ Բայց մենք այսօր Աստուծո նեղացել եմ iPhone-ը ուզում չտվեց։ Աստուծո նեղացել եմ աղոթումի Կարինեի համար Կարինեն ինձ չուզեց, աղոթումի Աշոտի համար Աշոտն ինձ չուզեց։ Աստուծո նեղացել եմ, ես ավտոն ուզում եմ փոխել չեղավ փոխել։ Իրոք մեր քրիստոնեությունը այդքան ցածր է։ Իրոք մեր քրիստոնեությունը այդքան փոքր է։ Սիրելիս մարդիկ դարերով կյանք են տվել քրիստոնեության համար։ Մարդիկ դարերով արյունով վճարել են քրիստոնեության համար։ Այսօր արի քրիստոնեությունը այդքան չցածրացնենք։ Քրիստոնեությունը շատ բարձր, առաքինի հավատք։ Երանի պիտի համարենք, որ հալածվում ենք Քրիստոսի համար։ Պատիվ պիտի համարենք, որ եթե մեր տան անդամը, մեր հարազատը, բարեկամը մեզի ձեռ առավ, մենք պատասխան չենք ձեռ առնելու, մենք պատասխան սեր ենք ցույց տալու։ Եվ հետո ծնկների վրա աղոթք ենք անելու, ասենք շնորհակալ ենք Տեր, որ արժանացանք հալածվելու։ Արի ուզում եմ այսօր ես ու դու փոխենք հալածանքի մտածելակերպը մեր մտքի մեջ, որ ոչ թե փախնենք հալածվելուց, այլ օտար բան չհամարենք հալածանքը։ 14-րդ խոսքը. եթե նախատվենք Քրիստոսի անունի համար, երանելի ենք, որովհետև փառքի եւ Աստծո հոգին հանգչում է մեզ վրա։ Տեսնում ես։ Ուզում ենք չէ փառքի հոգին գա մեր վրա, կանչում ենք փառքդ գա, փառքդ գա, փառքդ գա։ Աստված էլ ասում է լուրջ ուզում եք, բայց հալածվելու եք, հա։ Ո Տեր ջան, հրաշքներ լինի, նշաններ լինեն, դևերից ազատագրվեն, ռակերից բժշկվեն, այս լինեին լինի, ասում եմ, ես եմ ուզում, բայց պատրաստ եք, որ այդ փառքի հոգին գա ձեր վրա, հալածվելու եք։ Աշխարհը հանգիստ չի ընդունելու, սիրելիս այդ ազատագրումը։ Աշխարհը հանգիստ չի ընդունելու դևերի ազատագրումը, աշխարհը հանգիստ չի ընդունելու լեզուների աղոթքը, աշխարհը հանգիստ չի ընդունելու այդ ամեն ինչը, հալածելու է սիրելիս։ Ասում որովհետև փառքի եւ Աստծո հոգին հանգչելու է ձեզ վրա, նրանցից նա հայհոյվում է, բայց ձեզանից փառավորվում։ Դու պատկերացնում ես, երբ որ այս աշխարհի սիստեմը, սատանայի սիստեմը քեզ հայհոյում է քո հավատքի համար, Աստվածաշունչն ասում է, ինքը Աստծուն հայհոյում է, բայց Աստված քո միջոցով այդ ժամանակ փառավորվում է։ Դու պատկերացնում ես, հեչ էստեղով է աղոթել Տեր, փառք ես։ Ես երբ որ քեզ հալածում են, այդ ժամանակ էլ Աստված փառավորվում։ Երբ որ քեզ նախատում են, այդ ժամանակ էլ Աստված փառավորում։ Ասում են իրանք Աստծուն հայհոյում են, բայց այդ նույն ժամանակ Աստված փառավորվում է, որ քեզ հայհոյում են։ Եվ իր փառքի հոգին իջացնում է քո վրա։ Զորություններն են քո հետ, հրաշքներն են քո հետ, նշաններն են քո հետ, բժշկություններն են քո հետ, ու ասում են լսի, ես ինչ խաբար է, հալածում են, գոնե թուլանան ուժեղանում են։ Հալածում են, գոնե տկարանան, հələ զորանում են։ Ավելի շատ է հրաշքները շատանում է սրանց մոտ։ Ասա որովհետև երբ որ դուք հալածվում եք, փառքի հոգին հանգչում է ձեր վրա։ Հալելույա սիրելիս։ Հիմա դες հետաքրքիր խրատատան
տալիս 15-րդ խոսքը։ Ձեզանից մեկը չչարչարվի ինչպես մարդասպան, կամ գող, կամ չարագործ, կամ ինչպես ուրիշ բաների խառնող։ Բայց եթե ինչպես քրիստոնյա չարչարվի, թող չամաչի։ Գիտես, եթե որպես սուտասան ես չարչարվում ու հալածվում, դու քո սուտի համար հալածում ես, որտեղ Աստծուն ու խառնում։ Ինձ հալածում են, ինչի համար սուտ եմ խոսացել։ Ինձ հալածում են, ինչի համար գողացում եմ արի հիմնարկից։ Մեղք եմ ես, հալածում եմ ինձ։ Չէ, մեղք չես։ Պետք է չանես։ Խոսքը պարզ ասում է, եթե մեկը հալածում է նման բաների համար, դա ճիշտ չէ, դա հալածանք չի դրա անունը։ Բայց եթե իրական Քրիստոսի համար ես հալածվում, ասում է հանդարտ չամաչես։ Հանկարծ դա ամոթ չհամարես։ Օ, ամոթը ինձ գիտես ինչ են ասում։ Ասում է հանկարծ ամոթ չհամարես։ Ուրախացի։ Երանի դուր։ Հենց մի բան էլ ուրախ դու հավատացած քո եղբայրների պատն ասա։ Բա գիտես։ Հարևանս իմացավ հավատացել եմ ինձ sense ասել ուրախացի։ Հալելույա սիրելիս։ Որովհետև ժամանակն է, որ դատաստանը սկսի Աստծո տանից, բայց եթե առաջ մեզանից, ապա ինչ կլինի նրանց մեջ, որ Աստծո ավետարանին անհնազանդ է։ Ես Տերը հրաշալի ձեւ խոսում ասում, իսկ դու վստահ ինձի, ես սկսելու եմ իմ գործն անելու եմ, իմ դատաստանը բերելու եմ։ Դու հանձնի ինձի, ես ամեն բան իրար ժամանակին ճիշտ ձևով կանեմ։ Հալելույա սիրելիս։ Ես ուզում եմ այսօր մենք սիրենք սիրելիս։ Սիրենք հալածանք։ Այսօր ես ուզում եմ մենք դին վճարենք ու լինենք այդ եկեղեցին, որ ավետարանը կապված չի մեզ համար։ Եվ մենք խոսում ենք ոչ կոմպրոմիսային ավետարան։ Մենք չենք ամաչում ասել մարդկանց, որ դու սա մեղք ես գործում։ Մենք չենք ամաչում մարդկանց առաջ, որ ասում ենք, այո, ես գնում եմ եկեղեցի։ Այո, ես աղոթում եմ։ Այո, ես զոհաբերություն ունեմ։ Դուք եք գնում այդ հալելույաները։ Այո, մենք ենք գնում ու հալելույա։ Դա նշանակում է հալալ լինի մեր Աստծուն։ Մենք չենք ամաչում այդ հալելույա բառից։ Մենք չենք ամաչում նրանից, որ Աստծո տան մեջ ձեռքեր ենք բարձրացնում ու նրան երկրպագում ենք։ Մենք չենք ամաչում նրանից, որ օտար լեզուներով աղոթում ենք երկրքից եկած գանձ պարգևը գործի ենք դնում, մենք չենք ամաչում նրանից։ Մենք չենք ամաչում մեր բարոյականությունից։ Խնդրում եմ նայեք ովքերիդ ու ասա, ես չեմ ամաչում իմ բարոյականությունից։ Աշխարհը թող ամաչի, աշխարհի կեղտոտ սիստեմը թող ամաչի իր անբարոյականությունից։ Իսկ քրիստոնյան, որ սուրբ ձեռքեր է բարձրացնում, քրիստոնյան, որ աղոթք է բարձրացնում, քրիստոնյան, որ հավատում է սրբությանը, ձգտում է սուրբ կյանքին, մենք չենք ամաչում մեր բարոյականությունից։ Ցելիս ես այսօր քեզ համար ունեմ մի քանի վկայություններ։ Ուզում եմ սրտդ պինդ լինի ու հոգով լսես այն ինչ որ քեզ համար կկարդամ։ Գիտես մենք ունենք աստվածաշնչյան հերոսներ, որոնք Քրիստոսի համար հալածվել են։ Արի չմոռանանք այդ հերոսների վճարած գինը։ Ստեփանոսը, որ երիտասարդ պատանի էր, մի պահ նայիր մեր պատանիներին։ Ստեփանոսը Աստծո տան մեջ ծառայություն են անում, վերցրեցին ու քարկոծեցին։ Մինչև որ մահացավ։ Ու գիտես չուրացավ։ Չէ, վայ ինձ հալածում են, քարերով խփում են, նայեց երկինք ու ասաց, տեսնում եմ փառքի մեջ Աստծո որդու։ Այսա է քրիստոնեությունը։ Գիտես մենք տեսնում ենք Պետրոս Առաքյալին։ Շատ հաճախ Պետրոս Առաքյալի համար կասենք, դե Պետրոս Առաքյալը ուրացավ։ Պետրոս Առաքյալը ջրի վրա սկեց, քայլում էր Հիսուսն ասեց ինչու վախեցար։ Բայց գիտես Պետրոս Առաքյալը ով դարձավ։ Երբ որ Սուրբ Հոգին եկավ իր վրա, երբ որ իրան բռնել էին ու խաչում էին, ասեց արժանի չեմ, Տիրոջս նման խաչվելու, ինձ թարս խաչեք։ Երբ որ Պողոս Առաքյալին ենք տեսնում,
Պողոս Արաքյանը չհամաչեց Քրիստոսի համար չարչարվել։ Ով էր սկզբում հալածող, Ստեփանոսի մահին կամակից լիրողը, երբ որ տանում էին մահապատիժ, Հռոմեացիս 8-րդ գլուխն էր աղաղակում, ինչ ինձ կբաժանի Քրիստոսի սիրուց, թե մահը, թե կյանքը, ինչ ինձ կբաժանի Քրիստոսի սիրուց, ոչ մի բան չկանգնացրեց Պողոսին։ Հովհաննես Արաքյանը սրելիս ամբողջությամբ եռացրած ձեթի մեջ մցրեցին, սպանելու, բայց հանեցին, ողորմեց կենդանի պահեց, ու դրանից հետո Պատմոս կղզում հայտնության գիրքը գրեց։ Սրելիս եռացրած ձեթի մեջ մցնելուց Հովհաննես Արաքյանը չասեց, այս ինչ են անում ինձ հալածում են։ Պատիվ էր համարում Քրիստոսի համար հալածվել։ Հիսուսի աշակերտներից Անդրեասը։ Անդրեասին խաչեցին, բայց խաչեցին խաչաձև։ Եվ ասում է 2 օր խաչի վրա կենդանի էր ու 2 օր աղաղակում էր Քրիստոսի ավետարանը, մինչև մահացավ։ Գինես չէր ասում, վայ, մեղք եմ ինձ իջացրել, ջահել տղա եմ։ Խաչված 2 օր շարունակում էր խոսել Քրիստոսի ավետարանը։ Ես այսօր միգուցե ես ու դու այստեղ նստած ենք, ասում դե հոր ջան, եկե առաքյալներն են։ Ուզում եմ քեզ ասեմ, դրանք իմ ու քո նման քույրեր ու եղբայրներ են, որ Քրիստոսի համար հալածվելը օտար բան չհամարեցի։ Ես այսօր քեզ համար կարդալ եմ մի քանի վկայություններ մի հրաշալի գրքից։ Ասեմ, որ այս գիրքը ես չեմ կարողանում մինչև վերջ ավարտել։ Ամեն անգամ մի քանի գլուխ կարդում եմ ու այնքան խորնալացելով եմ կարդում։ Ամեն անգամ մի քանի վկայություն կարդում եմ ու նորից գիրքը դնում եմ կողմ, ասում, էլ չեմ կարող նստած, էլի վիճակի չեմ։ Ուզում եմ այն ինչ-որ կկարդամ քեզ համար հոգով լսես։ Ֆլորենսկո անունով մի հովովի չարչարում էին, երկաթե շիկացած կրակ խառնիչներով և դանակներով։ Նրան շատ ահավոր ձևով ծեծում էին։ Հետո քաղցած առնետներ լայն խողովակի միջով գցնում էին նրա բանդախցիկը, և նա չէր կարողանում քնել, որովհետև ամեն ժամանակ ստիպված էր ինքն իրեն պաշտպանել այդ առնետներից։ Եթե նա փորձեր մի պահ հանգստանալ, ապա առնետները կհարձակվեին նրա վրա։ 2 շաբաթ գիշեր ու ցերեկ նրան ստիպում էին կանգնած մնալ։ Իշխանությունները ցանկանում էին նրան ստիպել, որ նա մատնի իր եղբայրներին, բայց նա առանց հանձնվելու դիմակայում էր։ Այդ ամենից հետո նրանք բանտ բերեցին նաև նրա 14-ամյա որդուն և սկսեցին հոր առջև մտրակել տղային, ասելով, եթե շարունակեն այնքան ծեծել նրան, մինչև հովիվը չասին այն, ինչ նրանք ցանկանում են իմանալ։ Խեղճ հովիվը համարյա խենթանում էր, նա դիմացավ այնքան, որքան կարող էր։ Հետո աղաղակեց իր որդուն. Ալեքսանդր, ես պետք է նրանց ուզածն ասեմ, ես այլևս չեմ կարող դիմանալ, թե ինչպես են քեզ մտրակում։ Որդին պատասխանեց. հայրիկ, անարդար մի եղիր իմ հանդեպ, ես չեմ ուզում դավաճան և ուրացող ծնողում մնալ։ Ձեր սա քրիստոնեությունն է, սա ուժեղ քրիստոնեությունն է, սա չհանձնվող քրիստոնեությունն է, սա մինչև վերջ գնացող քրիստոնեությունն է,
Սա ճանապարհի կեսից չկանգնող քրիստոնեությունն է։ Սա Հիսուսի ճանապարհն է։ Ես չեմ ուզում դավաճան ու ուրացող ծնող ունենալ։ Դիմացիր, եթե նրանք ինձ սպանել են, ես կմեռնեմ այս խոսքերը շուտերից։ Հիսուս։ 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 Ու գիտես շատ հաճախ մենք նման վկայություններ կարդում ենք ու հետո հարց է ծագում, հով ջան, բայց ինչ եղավ, հրաշք եղավ այդ տղեն չմեռավ։ Իշխանությունները կատաղից տղայի ասածների վրա, հարձակվեցին երեխայի վրա և այնքան ծեծեցին, մինչև որ տղան մահացավ։ Ձեր սա քրիստոնեության ճանապարհն է։ Սա այն ճանապարհն է, որ հաճախ մենք չենք ուզում։ Հաճախ մենք ուզում ենք փախնել։ Հաճախ մենք ուզում ենք փոքրացնել ու թուլացնել։ Բայց ինձ նեղացրեցի։ Բայց հարևանս ինձ չի հասկանում։ Բայց նշանակեց, որ իմանա հավատացել եմ, կարող է ինձ թողի։ Վայ ես էս եղավ, վայ ես եղավ։ Հիսուսն այդքան ցածր չի։ Հիսուսն այդքան էժան չի։ Հիսուսը 33 տարեկան լինելով իր կյանքով վճարեց իմ ու քո համար սիրելիս։ Այսօր ինձ դժոխքից պոկելու, քեզ դժոխքից պոկելու համար վճարեց։ Գիտակցեց ինչա դժոխքը, գիտակցիր սիրելիս ինչա դժոխքը, ու այդ գինը դու էլ վճարիր, այդ ճանապարհը դու էլ անցիր քո տան անդամի համար, քո նշանացի համար, քո հարևանի համար, քո բարեկամի համար։ Սիրելիս, այս երկրի վրա մի քանի տարիների կյանքը հավիտենական կանջակի հետ չես անմատ։ Ինձ հալածում եմ ինչ անեմ, ուրախացիր, ցնծա ու պատիվ համարիր, որ Քրիստոսի համար չարչարվում ես։ Մեր ծառայություններից մեկն ընդհատակյալ եկեղեցում մի երիտասարդ աղջիկ էր։ Իշխանությունները, ոստիկանությունը հայտնաբերեցին, որ նա գաղտնի կերպով ավետարաններ է տարածում և երեխաներին սովորեցնում է Քրիստոսի մասին։ Նրանք որոշեցին աղջկան ձերբակալել, բայց որպեսզի նրա ձերբակալությունն ավելի տանջալից ու ցավոտ կերպով լիներ, ոստիկանությունը որոշեց այն հետաձգել մի քանի շաբաթով մինչև այն օրը, երբ նա պետք է ամուսնանար։ Եվ ահա աղջկա կյանքում ամենահիանալի ու ուրախալի օրը, իր հարսանիքի օրը, երբ նա հարսանեկան գեղեցիկ զգեստի մեջ էր, հանկարծ դուռը շրխկոցով բացվեց և գաղտնի ոստիկանությունը ներխուժեց։ Երբ հարսը տեսավ, գաղտնի ոստիկանությանը ձեռքերը մեկնեց, որպեսզի նրան ձեռնաշղթա հագցնեն։ Նրանք կողտորեն ձեռնաշղթաները հագցրեցին նրա ձեռքերին, աղջիկը նայեց իր սիրելի փեսացուհին։ Հետո շղթաները համբուրեց ու ասեց. Ես շնորհակալ եմ իմ երկնային փեսային այս ոսկեղեն շղթաների համար։ Ձերից այս վիճակում այնքան հեշտ է, չէ, կանգնենք ասենք, այ աղջիկ, ջահել ես, կյանքը դեմը տա, ասա չէ, ասա, ձեռնաշղթաները համբուրեց, ասեց շնորհակալ եմ իմ երկնքի փեսայի այս ոսկեղենի համար։ Ձերից քրիստոնեությունը ուժեղ բան է։ Քրիստոնեությունը կյանքի ճանապարհ է։ Եվ օտար բան մի համարի, երբ որ կհալածվես։ Օտար բան մի համարի, երբ որ ավետարան կքարոզես ու դուռը կշրխկացնի ներեսի։ Օտար բան մի համարի, երբ որ քո հարազատին ու բարեկամին կփորձես հեռախոսով ավետարան տաս, կասի դե հերիք ա գլուխս տարար։ Աղբոյտու սրտած աղոթի իր համար։ Նորից լացի իր համար։ Նորից աղակի իր համար, ասա Տեր, ուղղակի չգիտի դեր։ Ուղղակի դեր չի հասկանում։ Ես չեմ ուզում ինքը դժոխքի ճնաններում հայտնվի, թող այս ժամանակավոր հալածանքը լինի, ոչինչ։ Բայց ես չեմ ուզում իմ տան անդամը, իմ կինը, իմ ամուսինը, իմ հարազատը դժոխքում հայտնվի, թող հալածի ոչինչ, թող հալածի։ Ես հիշում եմ, մեր քույրերից մեկը եկավ,
տարիներ առաջ ասեց ամուսինս ինձ ծեծում է, աղոթենք, որ ապաշխարի։ Նայեցի իրան հոգովս զգացի, ասի գիտես, ասի դու չես ուզում քո ամուսնու ապաշխարությունը, դու ուղղակի ուզում ես որ ամուսինը դեռ քեզ չծեծի։ Չէ, հով ջան, գործա, թող ապաշխարի, ես ուզում եմ։ Ասի կուզես ապաշխարին երկիր գնա, բայց սաղ կյանքը քեզ ծեծի։ Չէ։ Գիտես ինչի, որովհետև դու ոչ թե իրա փրկությունն ես ուզում, դու քո կաշին ես ուզում փրկես։ Եթե դու պատրաստ ես, ասես Տեր ջան, հեչ չի ծեծում։ Թող փրկվի, թող այդ հավիտենական դժոխքի մեջ չհայտնվի, ես մեկը իրան կսիրեմ, մեկը իրա համար կաղոթեմ։ Ամուսինը կարճ ժամանակ հետո կհայտնվի Աստծո մեջ։ Գրես Փառք Աստծուն իր լավ սրտի համար։ Նա ինձ ասեց աղոթենք, ասի այլ աղոթենք։ Աղոթեցինք սրտանց աղոթք, Տեր, անկախ ամեն ինչից։ Ուզում ենք, որ մեր եղբայրը, ամուսինը փրկվի։ Գրես Աստծո առաջ 2 շաբաթ հետո եղբայրը մեր խմբակում նստած էր։ Մի ուրախալի պատմություն ենք կարդում։ Բանդարկյալներին քարոզելը խստորեն արգելված էր, ինչպես որ հիմա է արգելված նվաճված ազգերի մեջ։ Եվ մենք գիտակցում էինք, որ ում էլ բռնեն քարոզելով դաժան ծեծի են ենթարկում։ Մեզանից մի քանիսը որոշեցին քարոզելու համար գին վճարել, քանի որ քարոզելը մեծ պատիվ էր։ Մենք ընդունեցինք նրանց մարտահրավերը, այն կարծես գործարքի էր նման։ Մենք քարոզում էինք, իսկ նրանք մեզ ծեծում էին։ Մենք երջանիկ էինք, որ քարոզում էինք, իսկ նրանք երջանիկ էին, որ մեզ ծեծում էին։ Այսպիսով, բոլորս էլ երջանիկ էինք։ Մարդիկ հաշվի նստեցին, ասեցին, այ մարդ, մեզ պետք է քարոզել, իրաց պետք է ծեծել։ Ծեծեք, ենք եք քարոզել։ Մի հատ ծեծ, մի հատ քարոզ, մի հատ ծեծ, մի հատ քարոզ։ Բայց հիմա գիտես ինչ եկա, վայ թարսն այս քարոզում եմ։ Մի դեպք պատմեմ։ Մի եղբայր քարոզում էր մի շարք բանտարկյալների, երբ անսպասելորեն ներս խուժեցին հսկիչները, պատգամի կեսից հանկարծակի բերելով այդ եղբորը։ Նրան միջանցքով ներքև քաշ տվեցին դեպի իրենց ծեծի սերնակը։ Անվերջանալի թվացող ծեծից հետո նրան ետ բերեցին և շպրտեցին բանտի հատակին, ամբողջությամբ արյունով և կապտուկներով պատված։ Դանդաղորեն մի կերպ նա իր ծեծված մարմնով բարձրացավ, ցավերի մեջ ուղղեց իր հագուստը և ասեց. ուրեմն եղբայրներ, որտեղ ես կանգ առա։ Իրեք մարդիկ լցված են եղել Քրիստոսի սիրով, աչք են փակել ծեծին, աչք են փակել թուքումուրին, աչք են փակել հայոյանքին, ուշք ու միտքներ նեղելը, ոնց անենք մարդ փրկենք, ոնց անենք մարդ փրկենք։ Այսօր շատ հաճախ այնքան թույլ ենք մենք լինում, ինձ չհասկացա, ինձ նեղացրեցին, ինձ իսև, ինձ իմեց, սերից բաղվագին վճարելու, բաղվագին վճարելու։ Բա ոնց ենք հետո կանգնելու բարձրալի առաջ ու մեր տան հարազատների համար ինչ պատասխան ենք տալու։ Այսօր ուզում եմ ես ու դու ուժեղանանք։ Այսօր ուզում եմ ես ու դու սիրենք ավետարան քարոզել։ Այսօր ուզում եմ ես ու դու սիրենք Քրիստոս վկայելը։ Հիսուսն է փրկության ճանապարհը։ Ցեղից դժոխքը և դրախտը իրական է։ Այսօր ինչքան էլ չհավատաս, միևնույն է դրա առաջ կանգնելու ենք։
հավատաս, թե չհավատաս, քո չհավատալով բան չի փոխվում։ Պարզապես մի օր ուղղակի ցավալի ճշմարտությանը հաղթելու ես։ Լավ է ժամանակին ծնկի գանք, որ հետո պար գանք նրա ներկայության մեջ, քան թե հիմա պար գանք աշխարհի առաջ ու հետո հավիտենական տանջանքը գունտը։ Արի կանգնենք ոտքի վրա։ Այսօր ես ուզում եմ դու քո սրտի մեջ գնես, չփրկված քո հարազատ բարեկամներին։ Ես այսօր ուզում եմ քո սրտի մեջ գնես այն մարդկանց, ումից միգուցե հալածվել ես, ով միգուցե քեզ չարչարել է, միգուցե վիրավորել է, Աստված օրհնի։ Այսօր ես ու աղոթում ու ասեմ, Տեր սեր դիր իմ սրտում, հետ չելքը չի ասել, հետ չելքը չի ասել։ Այնքան լավ վկայություն եմ հիշում, մեր հրաշալի քույրերից մեկը Երևանում պատմում ասում եկան ու ինձ ասեցին, գիտես, ես ինչ եղբայրը քո հասցեին սենց բանը ասել, ասնա նայեցի ասեցի, գիտես այդ եղբայրը այնքան լավ բան արել իմ համար, այդ մի հատ է թողանի, թողում եք, այդ մի հատ բան է թողանի, ես սատանան նպատակային չէ, մի հատի վրա կենտրոնացնի, ես սա լավերը կունտան, այսօր դիր սրելիս սրտիտ մեջ, մենք միասին աղոթանք, բոլոր մեզ հալածողների համար, բոլոր նրանց համար, ովքեր մեր հարազատն են ու փրկության կարիք ունեն, որ մենք Աստծո ձեռքերի մեջ լինենք այդ բանալին, որ գնանք ու իրանց աղոթարանը փոխեցին, Հիսուսի անունով, խոնարհենք մեր գլուխներին, շնորհակալ ենք փառահեղ Աստված, քո թանկ ներկայության մեջ ենք բերում ամեն մեկին Տեր, ովքեր մեզ հալածել են, ովքեր մեզ չարչարել են, զուր տեղը վիրավորել, անպատվել, սուտ բաներ են մեր հասցեին խոսել, թանկագին Տեր, մենք ներում ենք, սիրում ենք, ու բաց ենք թողնում ամեն մեկին Տեր, քո թանկ ներկայության մեջ, խնդրում ենք Տեր, մեր սիրտը բժշկես, մեր սիրտը նույնպես ուժեղացնես Տեր, որ այդքան թույլ չլինենք շուտ հանձնվող, այլ գնանք մինչև վերջ, կարողանանք մեր չփրկված հարազատ բարեկամների, ընկերների համար կանգնել, որ մինչև նրանց փրկությունը տեսնենք Տեր։ Տեր, այսօրվա քո խոսքի համաձայն աղաչում ու խնդրում ենք, օգնիր, որ հալածանքը օտար բան չհամարենք, օգնիր, որ Տեր ուժեղ լինենք քո մեջ, այն գինը, որ դու վճարեցիր, դա միշտ մեր աչքերի առաջ լինի Տեր։ Այն ճանապարհը, որ մենք անցնում ենք Տեր, մենք այդ ճանապարհն անցնենք պատվով, այդ ճանապարհն անցնենք ուղիղ ու ճիշտ փառահեղ Աստված։ Ոնց որ քո առաքյալը Սուրբ գրքում կասի, մենք հանձնվողներից չենք, մենք ետ կանգնողներից չենք։ Թող սա լինի մեր կյանքի մեջ տպված, դաջված փառավոր Աստված։ Քրիստոնեությունը մեզ համար ժամանակավոր կլուբ չի, քրիստոնեությունը մեզ համար հավիտենական ճանապարհ է։ Մենք չենք ընտրել ժամանակավոր, մենք ընտրել ենք հավիտենական ընտրություն։ Շնորհակալ ենք փառահեղ Աստված։ Շնորհակալ ենք։ Մի հարց եմ ուզում տամ սիրելիներ, կամ որ այսօր առաջի անգամ, եթե առաջի անգամ ես կխնդրեմ ձեռք բարձրացնես, Աստված օգնի